Արցախյան երրորդ պատերազմից հետո կամ ինչպես ընդունված է ասել 44 օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզը հայտնվեց ծանր վիճակում։ Նախ մեր երկրամասի սահմանամերձ հատվածից բազմաթիվ տարածքներ բռնազավթվեցին Ադրբեջանի կողմից։ Եվ հիմա ստեղծվել է մի այնպիսի վիճակ, երբ մենք նույնիսկ չգիտենք, թե երբեմնի 4506 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Սյունիքից որքան է մնացել հայոց ինքնիշխանության ներքո։ Այնուհետև շրջափակվեցին մեր մարզի կարևոր մայրուղիները, նկատի ունեմ եւ Գորիս-Կապան մայրուղին, Կապան-Ճակատեն մայրուղին, Կապան-Ագարակ, Ուժանիս, Եղվարդ ճանապարհները։ Հարցը թե ինչպես պետք է մենք հետ բերենք մեր զնից բռնազավթված տարածքները, հարցը թե ինչպես պիտի վերականգնենք Սյունիքի տարածքային ամբողջությունը, գործող իշխանությունը միանգամայն հակասական եւ թույլ տվեք ասել տարօրինակ պատասխան է տալիս։ Նախ վկայակոչում են Ալմա-Աթայի հռչակագիրը, երկրորդ անդադ հիշեցնում են, որ այդ տարածքների վերադարձը տեղի կունենա այն բանից հետո, երբ Սյունիքի սահմաններում, արևելյան սահմաններում տեղի կունենա սահմանագծում եւ սահմանագծման սահմանների ճշգրտման աշխատանքը։ Ընդ որում չհիշելու են տալիս կամ մոռացության են տալիս այն ակնհայտ իրողությունները, որ նույն Ալմա-Աթայի հռչակագրով Սյունիքը միանգամայն այլ տարածքներ ուներ, այլ սահմաններ ուներ, կամ մոռացության են տալիս ակնհայտ այն իրողությունը, որ 1920-ական թվականներին եւ 1980-ական թվականներին երկու անգամ Սյունիքի արևելյան սահմանները սահմանագծվել եւ սահմանազատվել են։ Այսինքն Սյունիքում նման խնդիր չպիտի լինի։ Եվ այս ամենը մի կողմ թողած, մոռացության մատնած, փորձում են մեզ հավատացնել, որ գիտեք, այդ տարածքների ուրեմն հետ վերադարձը կապահովի միայն այն ժամանակ, ինչը շատ քիչ հույս է ներշնչում։ Հաջորդ հարցը վերաբերում է օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնյան իրադարձություններին։ Կարող եմ շատերի կարծիքը, սյունեցիների, հազարավոր սյունեցիների կարծիքը արտահայտել առ այն, որ օգոստոսի 8-ի փաստաթղթերից հետո Սյունիքը կանգնել է նոր մարտահրավերների դեմ հանդիման։ Շատ մի զարմանալի երևույթի ենք մենք ականատես եւ մեր մայրաքաղաքային մամուլում եւ առհասարակ մեր հանրային խոսույթի տիրույթում։ Բոլորը այս օրերին եռանդուն ձևով բանավիճում են, թե ենթադրյալ Միջանցքը ինչ անուն կունենա, Զանգեզուրի Միջանցք, թե Տրամպի ուղի։ Բայց ասեմ, որ այստեղ մտահոգությունը այն չէ, թե ինչ անուն կդրվի այդ ենթադրյալ ճանապարհին։ Մեզ մտահոգում է հարցի բովանդակային մասը, որքան տարածքով է անցնելու, ինչքան տեղ է զբաղեցնելու, ինչ ինքնիշխանություն է ունենալու կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը այդ տարածքում։ Եվ քանի դեռ մեր կողմից հստակ պատասխաններ չկա այդ հարցի շուրջ, եւ քանի դեռ շրջանառվում է միայն Ադրբեջանի ղեկավարության տեսակետը, մենք ստիպված ենք ենթադրել, որ խոսքը այս անգամ նույնպես Սյունիքի տարածքի հերթական անդամահատման մասին է, որը մենք ցավով ենք ընդունում։ Ես անպայման ուզում եմ շեշտել մի շատ կարևոր հանգամանք։ Երևի աշխարհի շատ քիչ անկյուններում են այդքան տենչում խաղաղություն, որքան Սյունիքի մարզում։ Եվ հանկարծ մեկը չփորձի մեզ մեղադրել այն բանում, որ Սյունիքում գիտեք խաղաղություն չեն ուզում։ Ոչ, մենք խաղաղություն ենք ուզում առաջին հերթին, քան որևէ մեկը։ Ընդ որում ցանկանում ենք արժանապատիվ խաղաղություն։ Բայց այն ինչ որ առաջարկվում է, բազմաթիվ կնճռոտ հարցերի պարագայում, ես չգիտեմ, հնարավոր է խաղաղություն։ Մենք ունենք բազմաթիվ չլուծված հարցեր, ես արդեն մի մասը թվարկեցի։ Եվ այս պարագայում հնարավոր է, ասենք, խոսել խաղաղության մասին։ Կամ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ենթադրյալ այդ Միջանցքը ակնհայտորեն հակաիրանական ուղղվածություն ունի եւ հակառուսական ուղղվածություն ունի։ Եվ այն, ասենք, աղմուկը, որ կա, որի փր մենք գնում ենք դեպի խաղաղություն, մի տեսակ ոչ միայն կասկածի տեղիք է տալիս, այլև տպավորություն է թողնում, որ մենք լեգիտիմ հնարավորություն հիմքեր ենք ստեղծում ապագա պատերազմների համար, որը մեզ համար ցանկալի չէ։ Մյուս կողմից, իրական խաղաղության մասին խոսելիս նախ եւ առաջ պետք է մենք մեզանում ներքին մեր հանրության մեջ ստեղծենք քաղաքացիական համերաշխություն։ Առանց ներքին համերաշխության համոզված եմ խաղաղություն առհասարակ չի կարող լինել։ Իսկ ինչ ենք անում մենք։ Մենք անում ենք ընդհակառակը։ Այսօր տեղի եւ շարունակում ենք հանրությունը բաժանել տարբեր մասերի, շարունակում ենք խորացնել վերջին տարիներին ստեղծված ջրբաժանը, շարունակում ենք հետապնդել,
երևելի ուժերին, կարող ուժերին եւ այս պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է իրական եւ կայուն խաղաղություն։ Եվ մի շատ կարևոր նաեւ հարց այս ամենից բխող մենք կարծեք թե մոռացության ենք մատնել այն իրողությունը, թե այս ամենի արդյունքում Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, Սյունիքի շուրջ ստեղծված անորոշության շուրջ ինչ է տեղի ունենում Սյունիքի ժողովրդագրական վիճակի հետ։ Փորձեք ինքներդ վերցնել պետական վիճակագրությունը եւ համեմատել։ Տարիներ առաջ ունեցել ենք 140,000 բնակչություն, այսօր մեր մարզի բնակչությունը մոտ 100,000 է։ Սա կրկնում եմ, ամենամեծ սպառնալիքն է։ Սա այն հարցն է, որը պիտի մեզ մտահոգի։ Եվ երբ մենք ասում ենք պատերազմ չկա, մենք այս հարցում նույնպես տարբեր կերպ ենք մտածում։ Պատերազմները սովորաբար տեղի են ունենում կոնկրետ խնդիրներ լուծելու համար տվյալ երկրի նկատմամբ։ Երբ առանց պատերազմի խաղաղ ճանապարհով մենք կատարում ենք Ադրբեջանի բոլոր պահանջները, ինչ իմաստ ունի Ադրբեջանի կողմից կրակահերթեր արձակելը դեպի Սյունիք։ Այնպես որ Սյունիքի շուրջ պետք է մտածել, որովհետև առանց Սյունիքի, ես ուզում եմ լսեն բոլորը, առանց Սյունիքի հնարավոր չէ առհասարակ խոսել Հայաստանի անկախության մասին, ինքնիշխանության մասին։ Ովքեր Հայաստանի անկախության մասին խոսում են, ովքեր անդադ թմկահարում են Հայաստանի ինքնիշխանության հարցը եւ մոռանում են Սյունիքյան հիմնախնդիրների լուծումը, դա ներող եղեք, դա պարզունակ գավառական խաղի տպավորություն է թողնում եւ մենք չենք հավատում այդ խոսույթին, որը զուրկ է լրջությունից։